տոմները հաճախ կապված են շփվելու և առատ սննդի հետ, սակայն որոշակի ուտեստներ կարող են փչացնել ընդհանուր տպավորությունը։ Լավագույնն է նախապես պլանավորել ձեր ճաշացանկը և խուսափել այնպիսի տարբերակներից, որոնք կարող են առողջության համար վտանգ ներկայացնել, կամ պարզապես անհարմար լինել հյուրերի համար։ Դրա փոխարեն պատրաստեք ծանոթ և ծանոթ ուտեստներ, որոնք կգրավեն հյուրերի մեծ մասին։ Նախ, զգույշ եղեք սառը ծովամթերքի նախուտեստների հետ, հատկապես եթե ուտեստները երկար ժամանակ են մնում սեղանին կամ եթե առաքումը երկար ժամանակ է պահանջում։ Նման սննդամթերքները արագ փչանում են և կարող են հանգեցնել սննդային թունավորման, ուստի ավելի անվտանգ է ընտրել տաք տարբերակներ, ինչպիսիք են թխած ծովախեցգետինը սխտորով կամ խորոված ձուկը։ Խուսափեք ճաշացանկը ծանր, շատ ճարպոտ ուտեստներով և ափխտած մսով գերբեռնելուց, դրանք մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում ստամոքսի համար, ուստի ավելի լավ է դրանք փոխարինել ավելի թեթև տարբերակներով, ինչպիսիք են թխած հավի կրծքամիսը համեմունքներով կամ ձուկը կիտրոնով և համեմունքներով։ Ագրեսիվ համեմունքների առատությամբ կծու ուտեստները նույնպես կարող են անհարմարություն առաջացնել և գերակշռել այլ քաղցրավենիքների և աղանդերի համը, ուստի ավելի նպատակահարմար է օգտագործել մեղմ համեմունքներ, ինչպիսիք են ռեհանը, չամանը և սամիթը։ Երկրորդ, ոչ բոլոր հյուրերն են գնահատում անսովոր փոխարինումներով ուտեստները, վեգանական մսային կամ ծանոթ բաղադրիչների գլյուտեն չպարունակող տարբերակները, քանի որ այս տարբերակները կարող են շփոթեցնող լինել։ Ավելի հեշտ է պատրաստել դասական ուտեստներ, փոքր փոփոխություններով, օրինակ պատրաստել բուսակերական օլիվիե աղցան ծանոթ ձևաչափով։ Տոնական սեղանը նույնպես լավագույն վայրը չէ փորձարկելու համար։ Առանց փորձված և ճշմարիտ բաղադրատոմսի։ Եթե դուք երբեք չեք փորձել որևէ ուտեստ, արդյունքը կարող է հիասթափեցնող լինել։ Ավելի անվտանգ է հույսը դնել փորձված և ճշմարիտ բաղադրատոմսերի վրա և նոր գաղափարներ մատուցել փոքր չափաբաժիններով, որպեսզի հյուրերը կարողանան փորձել դրանք առանց ծանրաբեռնվածության։ Օգտակար է նախապես հարցնել հնարավոր ալերգիաների և սննդակարգի սահմանափակումների մասին։ Մտածել սառը և տաք ուտեստների, թեթև աղցանների և ավելի բովանդակալից տարբերակների համադրության մասին և համոզվել, որ սառը նախուտեստները մնում են սառը, իսկ տաքերը տաք։ Չափավորությունը, հասկանալի համերը և լավ մտածված ճաշացանկը օգնում են ստեղծել հանգիստ և հարմարավետ մթնոլորտ, որտեղ հյուրերը կարող են պարզապես վայելել ընկերակցությունը և ուտելիքը։ Կենդանակերպի այն կանայք, ովքեր միշտ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Երբեմն կողքից դա դիտվում է որպես հաջողություն, խարիզմա կամ պարզապես կախարդանք, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի խորքային է։ Այս կանանցից յուրաքանչյուրն օժտված է կամքի, ինտուիցիայի և ներքին մագնիսականության յուրահատուկ համադրությամբ։ Նրանք չեն վազում իրենց ցանկությունների հետևից, այլ ձգում են դրանք։ Աստղաբանությունը հուշում է, կան կենդանակերպի նշաններ, որոնք ասես ստեղծված են մտածածն իրականություն դարձնելու համար։ Ցուլ, իրականացման վարպետը։ Ցուլը զուր չի երազում, նա կառուցում է։ Հանգիստ, համառորեն, քայլ առ քայլ։ Նրա ցանկությունները հաճախ նյութական են, բայց դրանց հետևում միշտ կանգնած է անվտանգության և հարմարավետության ներքին պահանջմունքը։ Ցուլը գիտի, որ իրական ուժը կայունության մեջ է, և հենց այդ պատճառով տիեզերքը նրան է վստահում ռեսուրսները՝ գումար, հնարավորություններ, աջակցություն։ Նա կարողանում է սպասել և չհանձնվել, այդ իսկ պատճառով միշտ առաջինն է հասնում եզրագծին, նույնիսկ եթե թվում է, թե դանդաղ է քայլում։ Խեցգետին, ինտուիցիայի ուժը։ Խեցգետին կինը զգում է, երբ և ինչ է պետք անել հաջողության հասնելու համար։ Նա առաջնորդվում է ոչ թե տրամաբանությամբ, այլ սրտի թելադրանքով, և գրեթե երբեք չի սխալվում։ Նրա ինտուիցիան ուղղորդում է այնտեղ, որտեղ իրականում բացվում են դռները։ Նա կարող է լինել մեղմ, հոգատար, երբեմն նույնիսկ ամաչկոտ, բայց այդ արտաքին կեղևի տակ թաքնված է անհավանական ներքին վճռականություն։ Երբ խեցգետին իսկապես ինչ-որ բան է ցանկանում, նա դա անում է լուռ, բայց անխուսափելիորեն։ Այծեղջյուր, համառություն և ռազմավարություն։ Այս կինը գիտի, որ ցանկությունները կատարվում են ոչ թե բախտի բերմամբ, այլ որովհետև ինքը ջանքեր է գործադրել։ Այծեղջուրը կարողանում է կյանքը կառուցել որպես նախագիծ, հստակ պլանով, փուերով և ապահովագրմամբ։ Նա կարգապահ է, հաշվենկատ և հուսալի, բայց այդ սառը տրամաբանության հետևում թաքնված է իր ուզածին հասնելու բուռն ցանկությունը։
Նա կարող է զուսպ թվալ, բայց նրա ամբիցիաները տպավորում են անգամ աստղերին։ Ինչն է միավորում այս կանանց։ Նրանք չեն սպասում, մինչև ինչ-որ մեկը թույլ կտա իրենց ցանկանալ։ Նրանք ինքնուրույն են դառնում իրենց կյանքի փոփոխությունների պատճառը։ Նրանց ուժը հստակության մեջ է, նրանք գիտեն, թե ինչ են ուզում և էներգիա չեն վատնում կասկածների վրա։ Հենց այդ պատճառով էլ տիեզերքը նրանց օգտին է խաղում։ Որովհետև ինքնավստահությունը, կիրքը և հավատը սեփական անձի հանդեպ ցանկությունների կատարման իրական լեզուն են։